Բարի երեկո, մի շատ կարևոր ու աքսիոմատիկ ճշմարտություն կա, որը արհամարհելը որպես կանոն լավ բանի չի հանգեցնում։ Կարելի է փորձել չտեսնել ու տալ այն, մտածել, թե կոնկրետ այս պարագայում այդ ճշմարտությունն այնքան էլ կենսունակ չի լինի, բայց դա ընդհանրեն ինքնախաբեություն կլինի, իսկ խաբելն ինքն իրեն դժվար թե խելամիտ զբաղմունք է բանական մարդու համար։ Կիրակի ամբողջ հայությունը հերթական անգամ հարգանքի տուրք է մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սրան զուգահեռ ամբողջ հայությունը միավորվել է ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար։ Երկու կարծեք թե իրար հետ այնքան էլ կապ չունեցող իրողություններ, որոնք սակայն միևնույն տրամաբանական շղթայի օղակներն են եւ որոնք նաեւ միևնույն ձեռագիրն ունեն։ Կարծեք թե երկու տարբեր պետություններ, երկու տարբեր դարաշրջաններ, բայց ձեռագիրը նույնն է։ Հիմա վեր է նշված աքսիոմատիկ ճշմարտության մասին։ Ցանկացած քայլ հակաքայլի է բերում, ցանկացած ուժ դիմադրություն է ծնում, իսկ դիմադրությունը կոփում է, ավելի ուժեղ դարձնում։ Երբ թուրքերը շարունակում են պնդել, թե ցեղասպանություն չի եղել, նրանք փորձում են կեղծիքի ուժով լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Իսկ ուժը, ինչպես արդեն ասվեց, դիմադրություն է ծնում։ Մենք էլ դիմադրում ենք ամբողջ աշխարհին ապացուցելով, որ ցեղասպանություն եղել է։ Եթե թուրքերը խելոք լինեին, նրանք վաղուց արդեն այս հարցը փակած կլինեին։ Եթե խելոք լինեին եւ չգնային ուժի կիրառման ճանապարհով, բայց նրանք դեմ գնացին աքսիոմատիկ ճշմարտությանն ու անում են մի բան, որը չի կարող անպատասխան մնալ, ի սկզբանե չի կարող։ Եվ որքան բարձր են նրանք պնդում, թե ցեղասպանություն չի եղել, այնքան վճռական են դառնում հայության քայլերը, ցեղասպանության ոչ միայն եւ արդեն ոչ այնքան ճանաչման, որքան հատուցման հարցում։ Հիմա էլ թուրքերը հույս ունեն, որ ժամանակի ընթացքում մարդիկ կմոռանան ցեղասպանության մասին, բայց առաջինը հենց իրենք են խառնում իրենց իսկ ծրագրերը, շարունակելով պնդել, թե ցեղասպանություն չի եղել, կրկին գործի դնելով կեղծիքի ուժը, իսկ ուժն, ինչպես արդեն ասվեց, դիմադրություն է ծնում։ Արցախ, եթե ադրբեջանցիները խելոք լինեին, նրանք վաղուց արդեն բոլոր զորքերը հետ քաշած կլինեին սահմանից եւ կսկսեին հարևանություն անել արցախցիների հետ։ Կամաց կտեղավորվեին հայկական գյուղերում, երեխաներ կունենային, կշատանային եւ կփորձեին վերցնել Արցախը ոչ թե ուժով, այլ ասենք քանակով, առանց պատերազմի, առանց արյուն թափելու։ Բայց նրանք թուրքերի պես փորձում են խնդիրը ուժով լուծել։ Իսկ ուժն, ինչպես արդեն ասվեց, դիմադրություն է ծնում, եւ որքան զորեղ է գործադրվող ուժը, այնքան զորեղ է դառնում նաեւ դիմադրությունը։ Եթե մի 10 տարի առաջ, երբ իսկապես հարաբերականորեն հանգիստ էր, մարդկանց մի պատկառելատված դեռ հավատում էր, որ կարելի է Արցախի անկախության դիմաց որոշ տարածքներ վերադարձնել, ապա հիմա այդ մտայնությունը վերանում է, եւ մեղավոր Ադրբեջանն է, այն պարզ պատճառով, որ փորձեց ուժի միջոցով լուծել խնդիրը եւ դիմադրության հանդիպեց։ Հիմա ուժի գործադրման վերջին դեպքերից հետո մենք շատ ավելի զգոն կլինենք, շատ ավելի պատրաստ անակնկալ հարձակումների, ավելի կամրացնենք մեր խրամատները, ավելի լավ տեխնիկական միջոցներ կկիրառենք, հաստատ մի ճար կգտնենք նրանց անօթաչուների ու մնացած այլ նորարարությունների դեմ։ Եվ այդ ժամանակ ադրբեջանցիների նոր հավանական հարձակումը շատ ավելի ողբերգական հետևանքներ կունենա իրենց բանակի համար։ Նույն տրամաբանությամբ ուժը դիմադրություն է ծնում։ Հայությունը երբեք այսքան միասնական, այսքան զորեղ եւ այսքան անպարտելի չի եղել։ Մենք ստիպված ենք այդպեսին դարձել։ Մեզ ստիպել են, մեզ հետ ուժի դիրքերից խոսելով։ Իսկ դա սխալ ճանապարհ է, ոչինչի չհանգեցնող։ Արցախը երբեք եւ որևէ պարագայում չի կարող ադրբեջանական լինել, եւ դա մեր դեմ կիրառված ուժի ծնած դիմադրության արդյունքն է։ Ցեղասպանության ճանաչման ու հատուցման համար պայքարն էլ երբեք չի մարի։ Դա նույնպես մեր դեմ կիրառված ուժի ծնած դիմադրության արդյունքն է։ Ասում են, չէ, այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։ Թեմայի շարունակությունը վայրկյաններ անց եռանկյունը տաղավարում։ Առողջ եղեք։